Ինչ խնդիր է լուծում Բաքուն հայգերիների դատավարությունը ձգելով։ Հայաստան ընտրվել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՄԱԿ բնակչության հիմնադրամի և ՄԱԿ ծրագրերի իրականացման գրասենյակի գործադիր խորհրդի անդամ։ Գույքահարկ չվճարողների բնակարանները պետությունը կբռնագրավի պարտքերի դիմաց։ Շախմատի ձի դարձած ենք երթևեկում լարված իրավիճակ Կոտայքի մարզում։ Կոմիտասի շուկան փակվել է, անհայտ է շենքի ճակատագիրը։ Ինչու ուղևորները գրեթե 1 օր չեն կարողանում Սոչիից Երևան թռչել։ Ջրծաղիկը Հայաստանում արդեն կառավարելի հիվանդություն է, այն ընդգրկվել է պատվաստումների ազգային օրացույցում։ Եվ Կրասնոյարսկի եկրամասում ուժեղ փոթորիկներ են։ Բարի երեկո, ուղիղ եթերում աշխատանքն է շարունակում, ժամը լրատվականի գլխավոր թողարկումը։ Ադրբեջանական բանտերում 23 հայ է պահվում, գերեվարվածների շարքում են արցախցի 8 նախկին պաշտոնյաները, որոնց Բաքուն մեղադրում է ծանր հանցագործությունների մեջ։ Մարտի 3-ին Ժնևում կայացած Մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի ընթացքում ներկայացած զեկույցում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկը, անդրադառնալով Ադրբեջանում պահվող հայգերիների խնդրին նշել է, որ նրանք պետք է անհապաղ ազատ արձակվեն և պետք է հարգվեն արդար դատավարության նրանց իրավունքները։ Ամերիկացի հայտնի իրավապաշտպան Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերն էլ խոսելով Բաքվի բանտում պահվող հայ քրիստոնյա ռազմագերիների մասին, նշել է, որ նրանց ազատ արձակումը առաջնահերթություն է Միացյալ Նահանգների նոր վարչակազմի համար։ Ադրբեջանում ապօրինի պահվող հայերի դատավարությունների մասին լուրերը թեկուզ կառավարական խմբագրումներով ավելի հազվադեպ են դարձել։ Նկատելի է, որ դատավարության գործընթացը դանդաղում է։ Միեդում հայգերիների շահերի ներկայացուցիչը մեկնաբանում է, խաղաղության պայմանագրի ստորագրման հետ է կապվել գործընթացը։ Դրա դանդաղ ընթացքով է պայմանավորված նաև դատավարությունների ձգձգումը։ Եթե պետք է ազատ արձակեր, որովհետև խաղաղության փաստաթղթի ստորագրումը պետք է ապահովեր այս անձանց ազատ արձակումը, նրանք չպետք է ազատ արձակվեին որպես անպարտ անձինք, նրանք որպես հանցագործներ պետք է ազատ արձակվեին այսպես կոչված ներումների, համաներումների համատեքստում։ Սահակյանը նախ պատմում է Մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի շրջանակներում ադրբեջանցի պատվիրակների հնչեցրած մեղադրանքների մասին, ուղղված հայկական կողմին նաև գեներացրած պահանջների, որոնք բարձրաձայնել են։ Մասնավորապես Ադրբեջանը խոսել է 300,000 ադրբեջանցիների այսպես կոչված արևմտյան Ադրբեջան վերադարձի մասին։ Այդ տերմինների օգտագործումը խաղաղության մասին չէ, կառուցողականության մասին չէ, նաև փակ դռների հետևում դատեր անցկացնելը։ Այստեղ իրավապաշտպանը հիշեցրեց, դիմել են միջազգային կազմակերպությունների, որոնք կարող էին դատավարությունների հետևել, բայց Ադրբեջանի իշխանություններից մերժվել են։ Վերահաստատում ենք այն մասնագիտական տեսակետը, որ Ադրբեջանում ընթացող դատավարությունները գաղտնի են, փակ են եւ ոչ հրապարակային են, ինչը արդար դատաքննության իրավունքի կոպտագույն խախտում է։ Հայգերիների ցուցմունքների մասին իրական տեղեկություններ ըստ էության չունենք, ձայնային հրապարակումները պարզ չեն լսվում, դրանք թարգմանված են։ Վստահ չենք կարող լինել դրանց իսկության հարցում։ Իդեպ, վերջին հրապարակումներից մեկը Արցախի ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի հարցաքննության վերաբերյալ է։ Ըստ պետական ազերթաջ գործակալության Արցախի խորհրդարանի նախկին ղեկավարը, պատասխանելով դատախազի հարցին, թե որն է եղել Ղարաբաղյան առաջին պատերազմի նպատակը, ասել է Ղարաբաղի միացումը Հայաստանին։ Իշխանյանը ասել է նաև, որ ադրբեջանական զինուժի դեմ մղած մարտերում պարգևատրվել է մարտական խաչ շքանշանով։ Թեև պարզից էլ պարզ է, որ ճնշումներ կան, բայց ըստ իրավապաշտպանի կա համապատասխան կամք ու խիզախություն ամբողջովին չտրվելու այդ ճնշումներին։ Բոլոր դեպքերում այդ կարմիր գծերը պահպանված են եւ չնայած մեծ ճնշումների, նրանց հայտարարությունները ցուցադրում են, որ Արցախը ունեցել է ինքնորոշման իրավունք եւ իրավաչափորեն իրացրել է անկախ լինելու իր իրավունքը։ Իդեպ, ամերիկացի հայտնի իրավապաշտպան Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը հարցազրույցում խոսելով Բաքվի բանտում պահվող հայ քրիստոնյա ռազմագերիների մասին նշել է, որ նրանց ազատ արձակումն առաջնահերթություն է ԱՄՆ նոր վարչակազմի համար։ Մեզ ասվել է, որ բանտարկյալների ազատ արձակումը պետք է նախապայման լինի, որպեսզի նախագահ Թրամփը անվերապահորեն աջակցի խաղաղության գործընթացին։ Հայտնի իրավապաշտպանը խիստ կարևորում է, որ Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակման հարցը նախապայման դառնա խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ Գենսերը նշել է, որ այս առանցքային հարցերի լուծումը ներառված չէ փաստաթղթում եւ ոչ էլ երկկողմ օրակարգում։
Իդեպ հայ առաքելական եկեղեցու հետևորդ Ռուբեն Վարդանյանին Բաքվի բանտում արգելել են աստվածաշունչ ունենալ։ Սա ամրապնդում է այն համոզմունքը, որ նա ու մյուսները հետապնդվում են ոչ թե որ նրանք ենթադրյալ անջատողականներ են, այլ քրիստոնյաներ։ Տիգրանուհի Գուրգինյան, ժամը լրատվական։ Հայաստանը ընտրվել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, բնակչության հիմնադրամի և ՄԱԿ-ի ծրագրերի իրականացման գրասենյակի գործադիր խորհրդի անդամ։ Այն բաղկացած է 36 անդամ պետություններից և ապահովում է վերոնշյալ գործակալությունների ծրագրերի և աշխատանքների պատշաճ իրականացումը տրամադրելով ռազմավարական ուղղորդում և իրականացնելով մշտադիտարկում։ Անշարժ գույքի հարկի բարձրացման հետևանքները քաղաքացիները տարեստարի իրենց մաշկի վրա ավելի են զգալու։ Գույքահարկ չվճարողների բնակարաններն էլ պետությունը պարտքերի դիմաց բռնագրավելու է։ Տպավորություն է ստեղծում, որ պետությունը որոշել է առանց որևէ պարտավորություն ստանձնելու հարստահարել քաղաքացիներին նրանց պապական հայրական տների համար չափից դուրս մեծ հարկ գանձելով։ Իշխանությունը ցանկացած թանկացում փորձում է բարեփոխում անվանել, ավելացնելով քաղաքացու բեռը նրան գցել սոցիալական ծանր գոտիավորման տակ։ 2021-ից անշարժ գույքի հարկը հաշվարկվում է անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքներով, եւ այդ տարվանից սկսած գույքի հարկը սկզբում 25, 22-ին 30, 23-ին 35, 24-ին 50%-ի չափ բարձրացավ։ Այս տարի անշարժ գույքի համար վճարվող գույքի հարկը բարձրացավ 75%-ի չափ։ Պատգամավորի ձևակերպմամբ հարկային այս բեռը առաջանցիկ եւ թռիչքաձև աճում է հատկապես կենտրոն վարչական տարածքի բնակիչների, այդ թվում տարեց բնակչության համար, ովքեր ապրում են ժառանգաբար իրենց փոխանցված բնակարաններում։ Վերջանքի եւ շքեղության իբրև հարկային սխեմա էին բերում, բայց իրականում ամբողջ բեռը կամ իրական հարվածը գույքահարկի բեռի ստացավ ցածր ու միջին եկամուտ ունեցող մեր հայրենակիցները։ Իսկապես անհրաժեշտ է վերանայել գույքահարկի դրույքաչափերը, թե արդեն իսկ գոյություն ունեցող բնակարանային եւ բնակֆոնդի մասով, թե ըստ վարչական շրջանների վերանայվելու, որտեղ անդրամաբանական է այն մոտեցումը, թե ինչու պետք է պայմանական կենտրոն վարչական շրջանում ավելի շատ գույքահարկ հաշվարկվի, քան մեկ այլ վարչական շրջանում։ Նախագծով առաջարկվում է վերացնել աստիճանական ներդրվող քաղաքացիների անշարժ գույքի հարկման բեռի թռիչքաձև ավելացման վերջին փուլը, բացառությամբ 200 միլիոն դրամից ավելի հարկման բազա ունեցող անշարժ գույքի հարկումը, որի պարագայում գործող կարգավորումներն առաջարկվում է թողնել անփոփոխ։ Մենք առաջարկում ենք, որ պրոգրեսիվ դրույքաչափը պետք է շարունակվի եւ ել ավելի բարձր ուրեմն հարկման բեռ պետք է տեղափոխվի դեպի ցանկարժեք եւ գերցանկարժեք գույքերը։ Եթե որպես ինվեստիցիոն պրոյեկտ գույքահարկը լինի մեծ, բնականաբար շատ քչերը կցանկանան գույք ձեռք բերել, հետագայում դրանից շահութաբերության տոկոսի ցածր լինելու հանգամանքով պայմանավորված։ Հարկվում են նաև ցածրարժեք բնակարան կամ բնակելի տուն ունեցող սոցիալապես անապահով քաղաքացիները, որոնք մինչև այդ ունեին գույքահարկով չհարկվելու արտոնություն։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Պրոշյան և Քասախ համայնքների բնակիչները այսօր փակել են Երևան աշտարակ ավտոճանապարհը, քաղաքացիները բողոքում են 25 և 59 համարների գծերի կրճատման և նոր ավելի թանկ երթուղու գործարկման դեմ։ Նշվում է, որ նոր երթուղին սպասարկվելու է 250 և 200 դրամ արժեքով։ Մենք չենք թողնի այդ ավտոբուսից մեր ժողովուրդը ոտքով դնել։ Կոտայքի մարզի Պրոշյան և Քասախ գյուղերի բնակիչներն այսօր փակել էին Երևան աշտարակ ավտոճանապարհը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից պահանջելով չեղյալ հայտարարել Պրոշյան-Երևան ուղևորափոխադրումը մուլտիտրանսպորտ ՍՊ-ին պատկանող թիվ 277 միկրոավտոբուսով իրականացնելու որոշումը։ Ուսանող երեխեք ունեմ։ Որքան գումար ես կարողանամ վաստակեմ, որ այդ երեխաներին ուղարկեմ դասի։ Գյուղացիների հետ հանդիպման էին եկել ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները։ Ըստ ներկայացված տվյալների երթուղու երկարությունը 15 կիլոմետր է։ Տևողությունը 20 րոպե, աշխատանքային ժամերը առավոտյան ժամը 7-ից երեկոյան ժամը 7 է։ Ուղևորցը 250 դրամ է, տրանսպորտային միջոցների քանակը 6 է։ Ժամը 7 հանցկես իրանց տրանսպորտի վերջի բանը, ուղղությունը վերջի ժամը 7 հանցկես։ Մինչ օրս Երևանի հետ կապը Պրոշյան Ավան-Զեյթուն ուղեգծով ապահովվել է Երևան տրանսպորտ փակbaşնետիրական ընկերությանը պատկանող թիվ 25 երթուղիով։ Պրոշյանցիները վստահեցնում էին, որ ոտքով կգնան, բայց չեն օգտվի նոր ավտոբուսներից։ Գնալու ենք տրանսպորտի փոխնախարարի մոտ հանդիպման այս հարցի լուծման համար, եթե այս հարցի լուծումը իրենք չկայացրեցին, մենք արդեն կդիմենք այլ միջոցների։
Գյուղացիները նաև նշում էին, որ ճակերտավոր բարեփոխումը Պրոշյան եւ Քասախ գյուղերի բնակիչների համար մի շարք խնդիրներ է ստեղծելու։ Բնակիչներին իրավասուները վստահեցրին, որ մինչև երկուշաբթի 25 համարի երթուղին կաշխատի, իսկ երկուշաբթի հարցը քննարկելու համար Պրոշյան եւ Քասախ գյուղերի բնակիչների 20 հոգանոց խմբին կընդունեն կառավարությունում։ Սիլվի Մուրադյան, ժամը լրատվական։ Արմենիայում լրատվական երեկոն շարունակվում է եւ կհանդիպենք քիչ անց։ Կոմիտասի շուկան փակվել է, անհայտ է շենքի ճակատագիրը։ Ինչու ուղևորները գրեթե 1 օր չեն կարողանում Սոչիից Երևան թռչել։ Ջրծաղիկը Հայաստանում արդեն կառավարելի հիվանդություն է, այն ընդգրկվել է պատվաստումների ազգային օրացույցում։ Եվ Կրասնոյարսկի եկրամասում ուժեղ փոթորիկներ են։ Շարունակում ենք թողարկումը։ Նախագահ Թրամփի կողմից սահմանված մաքսատուրքերի պատճառով Գերմանիան մտադիր է Միացյալ Նահանգներից հետ պահանջել իրեն պատկանող 113 միլիարդ եվրո արժությամբ 1200 տոննա ոսկին։ Թրամփի անկանխատեսելի քաղաքականությունից երկրի կառավարությունը դժգոհ է, Ամերիկան այլևս հուսալի գործընկեր չի համարվում։ Գերմանիան աշխարհում ոսկու մեծ պաշար ունեցող երկրորդ երկիրն է։ Պաշարների 37%-ը նա պահում է Միացյալ Նահանգներում որպես երաշխիք, անհրաժեշտության դեպքում երկրի իշխանությունները կարող են ոսկին փոխանակել դոլարով կամ ցանկացած այլ պինդ արժույթով։ Չինաստանը պատասխանհարված է հասցնում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված նոր սակագներին ընդունելով մի շարք հակաքայլեր։ Չինաստանը 34% մաքսատուրք է սահմանել ամերիկյան ապրանքների համար եւ սահմանել է սահմանափակումներ որոշ հազվագյուտ հանածոների արտահանման համար։ Չինաստանից ներկրվող ապրանքների նկատմամբ Միացյալ Նահանգները ընդհանուր 54% մաքսատուրք է սահմանել։ Պեկինը նաեւ սահմանափակումներ է մտցրել մոտ 30 ամերիկյան կազմակերպությունների նկատմամբ, հիմնականում պաշտպանության հետ կապված ոլորտներում։ Նա հայցադիմում է ներկայացրել առևտրի համաշխարհային կազմակերպություն, պահանջելով վերացնել մաքսատուրքերը, քանի որ դրանք լրջորեն խախտում են կազմակերպության կանոնները։ Թունիսի ոստիկանությունը վերացրել է Սահարայից հարավ գտնվող ճամբարները, որտեղ Աֆրիկայի տարբեր երկրներից եկած հազարավոր անօրինական ներգաղթյալներ էին ապրում։ Այս քայլը արվել է սոցցանցերում նրանց դեմ սկսված արշավից հետո։ Մոտ 20,000 ներգաղթյալ վրաններ են տեղադրել Էլ Ամրի եւ Ջեբենյանի արևելյան շրջանների դաշտերում։ Տարբեր ազգության մոտ 4000 մարդ լքել է իշխանությունների կողմից մաքրված ճամբարներից մեկը։ Գործողությունները շարունակվելու են նաեւ առաջիկա օրերին, ճամբարները հարուցել են մերձակա գյուղերի բնակիչների բողոք ուժեղացնելով ճնշում իշխանությունների վրա։ Թունիսի նախագահը միգրացիայի միջազգային կազմակերպությանը կոչ է արել արագացնել անօրինական ներգաղթյալների կամավոր վերադարձը իրենց հայրենիք։ Մյանմարում հումանիտար աղետ է, հզոր երկրաշարժի զոհերի թիվը շարունակում է աճել, 7.7 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով առնվազն 3354 մարդ է զոհվել, ևս 4850-ը վիրավորվել։ Երկրաշարժի հետևանքով սողանքներ են առաջացել, հազարավոր շենքեր հողին են հավասարվել, տասնյակ հազարավոր մարդիկ մնացել են անօթևան։ 220 մարդ պաշտոնապես անհետ կորած են համարվում։ Անհետ կորածների իրական թիվը կարող է զգալիորեն ավելի մեծ լինել։ Կրասնոյարսկի եկրամասի կենտրոնական եւ հարավային շրջանների ավելի քան 90 բնակավայր առանց էլեկտրականության է մնացել սաստիկ քամիների պատճառով։ Քամին հասել է փոթորկի ուժգնության 33 մետր վարկյան եւ ավելի պորտկումներով, ինչը նպաստում է փոշու փոթորիկների ձևավորմանը եւ հրդեհների տարածմանը։ Այս պահին հայտնի է ավելի քան 10 տուժածի մասին, ավելի քան 59000 մարդ մնացել է առանց էլեկտրականության։ Red Wings ավիաընկերության ուղևորները գրեթե 1 օր չեն կարողանում Սոչիից Երևան թռչել։ Ապրիլի 4-ին ծրագրված չվերթը մառախուղի պատճառով հետաձգվել է։ Այդ պահից սկսած մեկնելու մասին տեղեկությունները անընդհատ փոխվում են, 8 ժամ անց սպասողներին հյուրանոց են տրամադրել, սակայն 2 ժամ անց ուղևորները ստիպված են եղել կրկին օդանավակայան մեկնել։ Ժամը 22:35 նատիրի թռիչքը կրկին հետաձգվել է։ Red Wings-ի ներկայացուցիչները հայտնել են, որ կկարողանան հյուրանոցում նորից տեղավորել միայն 8 ժամից, ուստի ուղևորները ստիպված են եղել վճարել գիշերակացի համար։ Ավիաընկերության ներկայացուցիչները խոստացել են մեկնել ժամը 15:30-ին, սակայն ըստ ուղևորների իրանց ինքնաթիռը Թբիլիսիից դեռ չի ժամանել։ Կոմիտասի շուկան փակվել է, վաճառողները տեղափոխվել, անհայտ է շենքի ճակատագիրը, չնայած պատմամշակութային շենքի սեփականատերը վստահեցնում է այդ փոփոխությունների չի ենթարկվելու։ Այս ընթացքում նոր տարածքում արդեն վաճառողները շարունակում են հին հաճախորդներին հետ բերել ապրուստ վաստակել։
Դռները կողպված են, տարածքն ազատված։ Կոմիտասի շուկան հետայսու փակված է։ Գոհ չենք, դե հաճախորդները երևի կեսը չգիտեն, որ շուկան տեղափոխվի։ Վաճառականները տեղափոխվել ու ապաստանել են շուկայից ոչ հեռու նոր տարածքում։ Ծածկեր են դրել, բացօթյա ու փակ տաղավարներ կառուցել։ Հարմարվել ու մի կերպ վաստակում են օրվա հացը։ Բնականաբար միտեղ պետք է գտնեին, որ շուկային մոտիկ լիներ։ Հաճախորդներ շատ չկորցնենք, ճիշտ է կորցրել ենք, բայց դե էլի ոչինչ։ Անկամ սկզբից սրանք սարքած չեն եղել այս սեղանները, մենք մտել ենք ներսն են կանգնել ձմեռը։ Շատերը կանգնած չեն եղել, մի քանի հոգով ենք ներսը կանգնել։ Էսի որ չլիներ չտային ինչ պյանեինք։ Մեր տարիքում մեզի ոչ միտեղ չէին ընդունի աշխատանքին, հենց որ էլի փառքը շատ Աստված, որ էսի տվել են։ Այնքան էլ գոհ չեն պայմաններից, համեմատում ու հիշեցնում են նախկին մեծ ու ընդգրկուն տարածքը, որն իրենց ապրուստի միակ միջոցն էր։ Դրան էլ գումարած այս նոր հասցեի մասին քչերը գիտեն, ասում են հաճախորդներ շատ են կորցրել։ Ձեզ հեշտ են գտնում տարածքը։ Դե զանգով են գալիս, այնպես են պատահականությամբ են գալիս, անծանոթ է գալիս։ Ոչ բոլորն են էլի ասեն կարողանում գտնել։ Մենք նույնը ձևի վաճառում ենք, ուղղակի հաճախորդներն են քչացել, ժողովրդի ձեռքը փող չկա։ Ես որ գոհ եմ սեզոնի համեմատաբար, որ ավելի վատին ենք սպասում, քանի որ նոր տեղա ոնց որ 0-ից դու սկսես, բայց էլի Աստծուն փառք, մեր լավ հաճախորդների շնորհիվ գոհ եմ, այո։ Մեկ այլ խնդիր է ձմռանն այս բացօթյա տարածքում աշխատելը։ Վաճառականները թեև ժամանակավոր կացարան են գտել, բայց ցուրտ ձմռանը չգիտեն ուր են գնալու, ինչ անելու։ Հիշեցնում են, քաղաքապետարանը խոստացված տարածքը այդպես էլ չհատկացրեց։ Ինքնուրույն են տեսել իրենց գլխի ճարը։ Թաղապետարանից, քաղաքապետարանից եկան, ստից խոսացին, ձեզի տեղ կհատկացնենք, ոչ մեկն էլ ոչ մի բան չարեցին։ Ես էլի եմ շեշտում, էլի այս երկու ջահել տղաները չլինեն, մենք այսքան ժողովուրդը անհաց ողորմություն ենք խնդրելու կարելի ասել։ Դրանք հեքիաթներ են, քաղաքապետարանը ոչ մի բան էլ մեզ չի հատկացրել, ճիշտ է եկել են, լսրել են, ամեն ինչ այլ են, բայց ոչինչ էլ չեն հատկացրել։ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից էլ վստահեցնում են, մենակ չեն թողել վաճառականներին։ Ընդհակառակը օժանդակել են նոր տարածքում տեղավորվելու հարցում։ Մենք միջոցներ ենք ձեռնարկել, սեղաններ մենք ձեռք բերեցինք, տրամադրեցինք իրանց, որ հաստատի ով կար, ով ուզում էր տեղափոխվել են։ Հիմա լրացուցիչ տեղ էլ կա եւ համայնքային հող կան դե, որը կարող է լրացուցիչ, եթե մարդկանց պահանջ լինի, էլի տեղավորենք այնտեղ աշխատեն, անմիջապես կից, շուկային կից է գտնվում ընդամենը մի 50 մետր հեռավորության վրա։ Առևտրային տարածքի կազմակերպիչի հետ ենք մենք շփվում, ոչ թե յուրաքանչյուրի հետ առանձին։ Պատմամշակութային շենքը 2021-ից նոր սեփականատեր ունի, թե ինչ ճակատագրի կարժանանա այն դեռ պարզ չէ։ Այդուհանդերձ ընկերությունը, որին այժմ պատկանում է կառույցը, հերքել է լուրերն այն մասին, թե շենքը արտաքին փոփոխությունների կենթարկվի։ Սվետլանա Ավդիշյան, Զոհրաբ Քարամյան, ժամը լրատվական։ Հայաստանում տարեկան գրանցվում է ջրծաղիկի մոտ 15,000 դեպք։ Հիվանդությունը մեր երկրում տարածվածներից է։ Ջրծաղիկի դեմ պատվաստանյութերը նախատեսված են 12 տարեկանից բարձր տարիքի երեխաների համար, որոշ տեսակներ արտոնագրված են նաև 9 ամսականից կիրառման համար։ Բազմաթիվ երկրների փորձը վկայում է, որ պատվաստումների բավարար ընդգրկվածության ապահովման պայմաններում ջրծաղիկով հիվանդանալու հավանականությունը զգալիորեն նվազում է։ Ջրծաղիկը Հայաստանում արդեն կառավարելի հիվանդություն է, քանի որ ընդգրկվել է պատվաստումների ազգային օրացույցում։ 2023-ի նոյեմբերի 1-ից հետո ծնված ու 12 ամսականը լրացած բոլոր երեխաները, եթե իհարկե չունեն հակացուցում, ենթակա են նաև այս պատվաստանյութի ստացմանը։ Գործընթացը հունվարի 31-ից է սկսվել։ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից փոխանցում են ապրիլի 1-ի դրությամբ մոտ 4560 երեխա արդեն պատվաստվել է։ Ասեմ, որ պատվաստման ներդրման ընթացքը շատ հարթ է ընթանում։ Նախատեսված պլանավորված երեխաները հրավիրում են պոլիկլինիկա եւ պատվաստում են առանց որևէ խոչընդոտի, իրականացում են նաեւ պատվաստումից հետո հետ պատվաստումային շրջանի դիտարկումներ սահմանված կարգով, այս առումով էլ որևէ արտառոց երևույթներ չունեն։ Հովկակ Պաշտոնյայի գնահատմամբ այս պահին ունեցած արդյունքները գոհացնող են, հենց այսպես էին նախատեսել։ Լինում են դեպքեր, որ բացի պլանավորված երեխաներից դիմում են նաեւ այն ծնողները, որոնց երեխաները այս ցանկի, այսինքն սահմանված տարիքային խմբից դուրս են, իհարկե այդ փուլում իրենց չենք կարող պատվաստել, քանի որ հստակ սահմանված ունենք թիրախային խումբ։ Պատվաստումն իրեւ երկու դեղաչափով է։ Հիմա պատվաստվող երեխաները երկրորդ դեղաչափը կստանան 2027-ին,
Կարող ենք միջազգային փորձը ասել, որ տարբեր երկրներում, երբ որ ներդրվել է, օրինակ ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ֆինլանդիայում, ներդրումից հետո մոտ 5 տարի հետո արդեն ցուցանիշների նվազում է նկատվում ոչ միայն պատվաստված բնակչության շրջանում, այլ նաև ընդհանուր բնակչության շրջանում։ Մեր երկրում յուրաքանչյուր տարի գրանցվում է ջրծաղիկով հիվանդանալու 15-ից 16,000 դեպք, սակայն այս թիվը 2-ից 5 տարին մեկ կտրուկ ավելանում է։ Օրինակ նախորդ տարի ունեցել ենք 22,000-ից ավելի դեպք, իսկ այս տարվա միայն հունվարին 2300-ից ավելի, թեպետ 2025-ը դիտարկվում է որպես նվազման տարի։ Էդվարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Արմենիայի ուղիղ եթերում լրահոսը սպառված է, շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն։